Ամեն դեպքում Ֆրանսիայի կողմից դա քաղաքական քայլ է Հայաստանին ընդառաջ եւ այդ առումով պետք չէ թերագնահատել այս իրադարձությունը։ Թեև հասկանալի է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե կոնկրետ պատվո-հյուպատոսի գրասենյակին ինչ լիազորություններ կտրվեն ֆրանսիական կողմից, որտեղ կարող է այդ գործունեությունը սահմանափակվել զուտ մշակութային եւ տնտեսական կապերի զարգացմամբ, կարող է Ֆրանսիան արտոնել նաեւ օրինակ դեպի Ֆրանսիա Եվրամիություն տեղի բնակչության համար վիզաների տալու գործընթացը։ Ես թերահավատ եմ վերջինիս հանդեպ, բայց տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից պատվո-հյուպատոսությունը կարող է որոշակի դերակատարում ունենալ։ Գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո-հյուպատոսություն տարբեր կարգավիճակներ։ Իհարկե, դրանք համեմատելի չեն, որտեղ բոլոր դեպքերում գլխավոր հյուպատոսությունը դիվանագիտական հիմնարկ է, մինչդեռ պատվո-հյուպատոսը գործում է հասարակական կարգով եւ Ֆրանսիայից աշխատավարձ չի ստանում, թեև գործում է ֆրանսիական դեսպանության վերահսկողության ներքո իր գործողությունները փոխհամաձայնեցնելով դեսպանության հետ